2018-ին հեղափոխություն է եղել, թե Սերժ Սարգսյանն է իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին։ Ոնց որ ասացիք, Սերժ Սարգսյանը։ Մեկը մեկին թիմակիցներ են իրանք, միասնական են։ Ոչ մի բանը չի փոխվի, չէր փոխվելու։ Իմ կարծիքն է, կարծում եմ, երևի հանձնել է։ Ինչու եք այդպես կարծում։ Չգիտեմ, ինձ թվում է շատ հանդարտ անցավ է փոխանցում։ Հեղափոխություն չէ։ Ոչ մի հեղափոխություն, նա ուղղակի ջահելներին հավաքեց, այդտեղ եղավ էլի, ես շատ գիտեմ։ Ոչ մի հեղափոխություն չէր։ Այսինքն Սերժ Սարգսյանը հանձնել է, իհարկե, իր ժողովրդին, որ արյունահեղություն չլինի։ Ես այդպես եմ գտնում։ Իշխանափոխություն է եղել, սիստեմի փոփոխություն չի եղել։ Սա հեղափոխություն չի, առավել ևս թավշա չէ։ Իմ մասնավոր կարծիքն եմ։ Իսկ ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը հենց հանձնել է իշխանությունը Փաշինյանին։ Այո, այդ կոստյումը կարվեց Սերժ Սարգսյանի չափերով, բայց հագավ Նիկոլ Փաշինյանը եւ դրա մեջ խեղդվում է։ Եվ իր այդ խեղդվելը փոխանցում է ժողովրդին։ Շատ դժվար է ասել։ Դժվար է ասել։ Երկու վարկածն էլ հնարավոր է։ Սարգսյանը հանձնեց։ Ինչու եք այդպես կարծում։ Դե ինքը նստած խոսում են, չէ, որ ասեց ես հրաժարական եմ տալի։ Այդքան բան գիտեմ։ Հեղափոխություն եղել է, որ եղել շլներ կառավարությունը ոնց կփոխվի։ Այսինքն Սերժ Սարգսյանը չի հանձնել իշխանությունը, այլ Դե ինքը հրաժարվեց, չէ։ Հանձնել է իշխանությունը եւ հեղափոխությունը կատարվել է նորմալ ձևով։ Ուրիշ ինչ կարող եմ ասել։ Չէ, հեղափոխությունն եղել է պրոստը սխալմամբ, թյուրիմացություն եղավ այդ հեղափոխությունը։ Չեմ կարծում, որ հանձնել է։ Հավատացինք ուղղակի։ Սխալ բաներ, բայց հավատացինք, ցավոք սրտի։ Այդ է։ Սերժ Սարգսյանը հանձնեց բացարձակ երևում է, որ հանձնեց Փաշինյանին։ Փաշինյանն էլ իր հետ հիմա աշխատում է։ Եղել է հեղափոխություն, Սերժ Սարգսյանը կապ չունի այստեղ։ Ռադես մայա, ես պոլիտիկայի մեջ չկամ։ Զիջել եմ միայն։ Սկզբից գիտենք եղել է, բայց հետո իմացանք, որ չի եղել իրականում։